Անցանք։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եթերում, մեզ մոտ հարցազրույց է եւ իմ հյուրն է, իմ լավ բարեկամ, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ողջույն պարոն Սաքունց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույններս, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար եւ ուրախ եմ նորից հանդիպել ձեր հետ։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն, պարոն Սաքունց, ներկայացվեց կառավարության ծրագիրն առաջիկա 5 տարվա համար, վարչապետն այն ներկայացրեց ժամ ու կեսանոց ճառով, որից հետո մենք լսեցինք պատգամավորներին եւ տեղի ունեցավ եզրափակիչ ելույթը, որը գերազանցապես նվիրված էր հենց այս օրինականության եւ արդարության հաստատման հրամայականին, հա, որ 8 տարի է ասում ենք սելը տեղից չէր շարժվում եւ ահա այսօր էլ երեկվա ճառից հետո ոնց որ այնպես ստացվեց, որ ոնց որ ի կատարումն այդ ամենի մենք տեսանք հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնած զանգվածային այսպես մի մասշտաբային մի միջոցառում տասնյակ հասցեներով ուրեմն խուզարկություններ, ձերբակալություններ եւ ձերբակալվում է Ռոբերտ Քոչարյանը եւ իր ավագ որդի Սեդրակ Քոչարյանը։ Մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրեց մի տեսանյութ եւ իր մանրամասներով նաեւ տեղեկություն կա, որ բացի Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններից նաեւ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի շարք այլ անձանց նկատմամբ, ովքեր կրիմինալ օլիգարխիկ դիկտատուրայի տարիներին առանցքային պաշտոնյաներ են եղել, Սերժ Սարգսյան, Գագիկ Բեգլարյան, նույնիսկ այս աշխարհափոխ եղած Անդրանիկ Մարգարյան։ Ձեր մեկնաբանությունը ընդհանուր, սա ինչ է։ Մարդիկ կան, որ ասում են, այս այլի կբռնեն, կբաց թողեն, Քոչարյանը գնաց հիվանդանոց, հեսա մի քանի օրից նրան կտեսնենք բասեյնում կամ տուրնիկի վրա եւ ամեն ինչը կվերջանա։ Համեցեք, պարոն Սաքունց։ Պարոն Մեհրաբյան, եկեք նախ արձանագրենք, որ այո, Թավշյա հեղափոխությունից հետո 8 տարի հետո մենք ականատես ենք լինում որոշակի գործողությունների, որոնց կարելի ասել ակնկալիքը շատ ավելի շուտ էր, դեռևս այն ժամանակ, երբ որ Թավշյա հեղափոխությունը չկար, բայց քանի որ նա այդ չկար նման հնարավորություն, նկատի ունեմ կառավարման համակարգում, իրավապահ համակարգում, բնականաբար ակնկալել, որ այս քրեական հետապնդումները կամ այս գործողությունները, որոնք այսօր տեսնում ենք, կարող են լինել ընդհանրենք 15 տարի առաջ կամ 20 տարի առաջ, անհնար էր պատկերացնել, բայց ակնկալում ենք, որ Թավշյա հեղափոխությունից հետո պետք է անմիջապես կատարվեր։ Դուք ճիշտ եք, 8 տարի անց նոր ինչ-որ քայլեր են կատարվում։ Ճիշտ է, մեծածավալ խուզարկություններ, մեծ թվով մարդկանց ձերբակալումներ եւ նաեւ հրավիրել են ամենաբարձրագույն պաշտոնատար անձանց հակակոռուպցիոն կոմիտեն։ Իդեպս պետք է ասեմ, որ եկեք արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն բավական արդյունավետ է աշխատել։ Նկատի ունեմ այդ տվյալների հավաքագրումը, դրանք մեկ օրի աշխատանք չէին, 2 օրի աշխատանք չեն, դրանք հետևողական, շարունակաբար եւ համակարգային աշխատանք։ Իհարկե դրա մասին միայն կարող են գաղափար կազմել քրեական գործի վարույթի արդյունքները, երբ որ դատաքննության փուլում կլսվեն, կտեսնենք, թե ինչքանով են նաև
գրագետ ապացուցահեն այդ տվյալները եւ հիմնավորված այդ տվյալները, որտեղ մի բան է մենք գիտենք, մեր աչքի առաջ է եղել այդ համակարգային կոռուպցիան։ Հիշում եք, երբ որ ասում էր փողի վրա նստած Բազյանին էր, չէ՞, ասում Երևանի քաղաքապետ, փող եք ուզում։ Շատ ուշագրավ, ուրեմն գնահատական էր։ Բայց եկեք հանուն ազնվության նշենք, որ այո, այս իրադարձությունները կատարվեցին կամ գործողությունները իրականացին, երբ որ նախորդ օր ազգային ժողովում վարչապետը ուղղակի հրապարակավ ասեց, որ այդ միլիոնները չեք ժառանգելու, չէ՞։ Եվ դա ընդունվեց որպես հրահանգ։ Ես ճիշտն ասած գտնում եմ, որ իհարկե վարչապետը չպետք է նման խոսույթով հանդես գա։ Սա գտնում եմ, որովհետև քաղաքական խոսույթով կարող ես ասել, որ այո, պատասխանատվություն պետք է կրեք պետության զավթման համար, համակարգային կոռուպցիայի համար, բայց կոնկրետացնել եւ այնպիսի բառապաշար կամ այնպիսի դիրքորոշում ներկայացնել, որը կարող է անտեղյակ մարդու մոտ իրապես ստեղծել տպավորություն, որ դա հրահանգով է արել հակակոռուպցիոն կոմիտեն, երևի թե այս առումով պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերվի եւ չշտապել, հա, եւ չկա բան չանել, ավելի շուտ չխոսել, քան գործողություններ, այսինքն գործողություններից հետո, երբ որ խոսում ես կամ ներկայացնում ես ինչ որ դիրքորոշում, չնայած պետք է զերծ մնալ, որտեղ այնուամենայնիվ եկեք արձանագրենք անմեղության կանխավարկած այնուամենայնիվ պետք է գործի ֆորմալ առումով եւ բովանդակային առումով, բայց այնուամենայնիվ իհարկե մենք դուրս չենք տա այդ մանիպուլյացիաներին, այդ շտապողականության փաստի հիման վրա չպետք է հեռու գնացող դատողություններ անենք, որտեղ նույնիսկ եմ կրկնում այն ամբողջական տեղեկությունը դա մեկ օրվա ընթացքում հավաքված տեղեկության մասին չխոսքը, դա նշանակում է, որ հետևողական, օպերատիվ, բավական լայն աշխատանք է կատարվել։ Բայց այստեղ մի հարց է գալիս, պարոն Մերաբյան, երբ որ կառավարության արդեն հեղափոխությունից հետո երրորդ անգամ է ընտրությունը, մեկը երկու արտահերթ չէ, 2018 թվականի դեկտեմբերի վերջին, 2021 թվականին 44-օրյա պատերազմից հետո եւ սա հերթական առաջին ընտրությունն է, բայց նույն ըստ էության քաղաքական ուժն է ընտրվում եւ պատասխանատվություն է կրում Թավշյա հեղափոխություն կատարած հազարավոր, հարյուրհազարավոր քաղաքացիների արդարության վերականգնման ակնկալիքները բավարարելու համար, ուղղակի հարց է առաջանում, լավ, մինչև 44-օրյա պատերազմը, այսինքն մինչև 2020 թվականի սեպտեմբերը, լավ հուլիս ասենք, կամ 2021-ից հետո, ճիշտ է 22 թվականի կովիդ եղավ, ջերմուկի դեպքերը եւ այլն, բայց առնվազն 2023 թվականից հետո ինչու այն հարցերը, որոնք հնչեցում է եւ կառավարության որպես ծրագրային մոտեցումներ ներկայացում է, դրանց ուղղությամբ ինչու չեն արվել քայլեր։ Չնայած նույնիսկ եմ կրկնում, ոչ կովիդը, ոչ էլ 44-օրյա այդ պատերազմի կամ դրա հետ կապված չէին կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի ենթադրենք արդարադատության բնագավառում բարեփոխումների մի համակարգային ծրագիր մշակվել եւ իրականացվել, ընդհակառակը դրանք հենց պետք էր արվել, որովհետեւ անվտանգության տեսակետից մենք շատ լավ գիտենք, թե ինչքան կարևոր է իրավական համակարգի անվտանգությունը երաշխավորելը, որը խաթարված էր երկար տարիներ, համակարգային կոռուպցիայի այդ մեխանիզմների վերացումը։ Եվ այս առումով ես պետք է հերթական անգամ հիշեցնեմ, որ ժամանակին, երբ որ մենք, իդեպ հետաքրքիր է, որ ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը պորտքած, որ պետք է, որ ափսոսում է, որ ժամանակին չտրվեց քաղաքական եւ իրավական գնահատական պետության զավթմանը, որի արդյունքում շատ քաղաքական կուսակցություններ ընդհանրապես կդադարեին գործելուց եւ չէին ունենա այն իրավիճակը։ Դա ինքնին շատ ուշագրավ խոստովանություն է, բայց կներեք, բա մենք դրա համար ենք, չի ասում անցումային արդարադատության գործիքակազմի մշակում։
Եվ հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, պարոն Մեհրաբյան։ Մենք դրա մասին էլի խոսել ենք եւ հիմա էլ չեմ հոգնի խոսելուց։ Երբ որ կներ այդ բազմաչարչար ասեմ, չարչրկված, այդպես էլ չիրականացված փաստահավաք հանձնաժողովի ձևավորումը, որը կհավաքեր վկայություններ համակարգային կոռուպցիայի, անպատժելիության կառավարման, հետևանքով տուժածների եւ վկաների, վկայությունները, ապա ազգային ժողովում ոչ թե այդ վկայությունների փոխարեն կլսեինք քաղաքական ուժերի ներկայացուցիչների քաղաքական եւ թեկուս օբյեկտիվ, բայց սուբյեկտիվ մոտեցումները, չէ, վերջին հաշվով, որտեղ ըստ էության քաղաքական սուբյեկտիվ եւ քաղաքական շահ, այլ կունենայինք պետության զավթման ժամանակահատվածում, ինչպես նշեցի, համակարգային կոռուպցիայի, անպատժելիության, պետության զավթման մեխանիզմներից տուժածների օբյեկտիվ վկայությունները եւ նրանց խոսքը կհնչեր ազգային ժողովում եւ ըստ կուսակցական պատկանելիության տարբեր գնահատամ, մեկը կասեր թե գիտեք, ուրեմն այդպես չի եղել, մյուսը ասում է, չէ, այդպես է եղել, այսինքն քաղաքական հրապարակախոսային ժանրի շրջանակներում չէր տրվի գնահատական, այլ օբյեկտիվ տեղեկությունների, փաստերի հավաքագրման հիման վրա զեկույցը կներկայացվեր, որի դեմ որևէ վերապահում այլևս չի կարող աշխատել, որովհետև դա կլիներ օբյեկտիվ պատկերը։ Եվ դա կլիներ քաղաքական նշանակություն ունեցող փաստաթուղթ, ես նկատում եմ փաստահավաք հանձնաժողովի կամ ճշմարտության հանձնաժողովի զեկույցը, որում այս ամբողջ պատկերը ոչ միայն ցույց կտրվեր, որովհետև բազմահազար մարդիկ, որոնք տուժել են, հիմա այսօրվա քրեական գործի շրջանակներում մենք տուժողների չենք տեսնում։ Ասում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որպես կոնկրետ տուժողներ այդ գործողությունների հետևանքով չեն երևում, չեն երևալու։ Ուղղակի գործողությունների օրինականության կամ անօրինականության հիմքով, կասկածի հիմքով է այդ քրեական գործերը, բայց այդ անօրինականություններից տուժած քաղաքացիները որպես տուժածներ կամ որպես վկաներ, որոնք վկա են եղել այդ ամեն ինչին, նրանք այդ քրեական գործում չկան, սրա մասին է մեծ վտահողությունը։ Ասում եք, եւ կլիներ ոչ թե հիմքը հակակոռուպցիոն կոմիտեի կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բերված տվյալները, այլ կունենայինք հազարավոր, 100,000 քաղաքացիների վկայությունների հիման վրա տվյալներ, որոնք օբյեկտիվորեն հիմք կհանդիսանային իրավական գնահատականի։ Հասկանում եք, այսինքն ես այստեղ արդարության վերականգնման մեխանիզմը կլներ տուժածների եւ վկաների վկայությունների, ցուցմունքների եւ բացատրությունների տվյալների հիման վրա, որի նշանակությունը արդեն բոլորին այլ բովանդակություն կունենալ եւ այլ ազդեցություն կունենալ։ Հիմա ասելու են, թե իհարկե, եթե ես չեմ էլ հասել այդտեղ, բայց չնայած ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ, ելույթների ժամանակ լսեցի, բանը անմարդկային հետապնդում եւ այլն, կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարումը լավ կառավարում էր, գիտեք, եւ դա քաղաքական այդ խոսքը լավ կառավարում էր, ասվածը ինչու համար հնարավոր, որովհետեւ դրան պատասխանողը չպետք է լինի որևէ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Դրա պատասխանը պետք է արդեն լիներ այդ լավ կառավարումից տուժածների կամ գոհ մնացածների խոսքը, վկայությունները, հասկանում եք ոնց է։ Եվ երբ որ սա չկա, ապա այդ մանիպուլյացիան քաղաքական կամ շահարկման եւ այլն կամ ըստ քաղաքական նպատակահարմարության գնահատականները դուրս են գալիս, որ հնարավոր են։ Բայց երբ որ այդ վկայությունները ես վստահեցնում եմ, սսված կմնային, չէին էլ համարձակվի խոսան, որովհետեւ դա այդ կլիներ մի ամբողջ փաթեթ, մի ամբողջ զեկույց, որտեղ հազարավոր մարդիկ կնշեին փաստաթղթերով, վկայություններով, թե ինչպես են ունեզրկվել, ինչպես են աշխատանքից զրկվել, ինչպես են բռնությունների ենթարկվել, ապօրինությունների ենթարկվել, ինչպես են ստիպված եղել
տուժել այդ արդարադատության բացակայությունից։ Դեռ մի հատ հարց էլի, օրինակ, ասում է բանը Ռոբերտ Քոչարյանն ասում է, որևէ ընտրությունից հետո կամ ընտրության ժամանակ այսքան ձերբակալություններ չեն եղել։ Եվ ասում են լուրջ 2004 թվականի հայտնի այդ հանրահավաքների ժամանակ հիշում եք, որ 1 տարի հետո պետք է վստահության հանրաքվե անցկացվեր։ 400-ից ավել վարչական ձերբակալումներ են եղել միայն Երևանում։ 400-ից ավել մեկ օրվա ընթացքում։ Պարոն Սարգսյան, Կամ 2000 դե 2008-ի մասին չեմ խոսում, ասենք։ դե հա 2008-ը ոչ մարտի միայն 1-ը 2008-ը, առանձին кейս է, այո։ բայց այդ համակարգային կոռուպցիայից տուժածները նրանք վերջին հաշվով մնացին տուժված, ես սա մասին եմ ասում։ Եվ արդյոք այդ տուժածների համար, որոնք տուժել են, կարող է համարվել բավարար, եկեք շատ կարևոր հարց եմ բարձրացնում, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այդ պետության զավթածների կլանի քրեական պատասխանատվությունը։ Արդյոք դա կարող ենք համարել արդարության ամբողջական վերականգնում, երբ որ տուժածների խախտված իրավունքները կմնան չվերականգնված, որովհետև մարդիկ կոնկրետ են տուժել։ Կոնկրետ են կորցրել ազատությունը, կոնկրետ են կորցրել իրենք անազատության մեջ են հայտնվել ապօրինաբար։ Այդպիսի բազմաթիվ մարդիկ կան, բայց նրանք արդյոք կհամարենք բավարարված եւ նրանք արդարացի փոխհատուցված, եթե իրանց ասենք թե ապօրինի գործողությունների զուտ փաստով առանց նրանց ազդեցությունը գնահատելու մարդկանց ճակատագրերի կյանքի ունեցվածքի գործունեության վրա կմնա այդ քրեական կամ իրավական գնահատականից դուրս։ Սա լուրջ հարց եմ բարձրացնում։ Տեսեք, պարոն Սարգսյան, մի այսպես ձեր թույլտվությամբ մտնեմ կոնսպիրոլոգիայի դաշտ, հա։ Դուք նշում եք 2015 թվականը։ Իհարկե, այն ժամանակ ներքաղաքական բարենպաստ ֆոն կար դրա համար, բայց խիստ անբարենպաստ ֆոն էր արտաքինը։ Եվ ինձ հիմք է տալիս այդպիսի դատողության համար ՌԺԴ-ի հետ կապված քրեական գործը, որ ակնհայտ թալան էր պետության եւ այսպես մի հպանցիկ ջանքի արդյունքում ի հայտ եկան միլիոնավոր դոլարների թալան, որով զբաղված է եղել ՌԺԴ-ն Հայաստանում, եւ մեկ էլ այդ ամենը փակվեց, ինչպես հասկացանք, քաղաքական թելադրանքով Մոսկվայից։ Իսկ այս մարդիկ Մոսկվայի գլխավոր այսպես ասենք ռազմավարական քաղաքական ակտիվներն են Հայաստանում։ Հանձինս իրենց են կես միլիոն մարդ, իրենց եւ իրենց կլանի անդամների, որ կես միլիոն մարդ նրանց ձայն է տալիս Պուտինին ըստ էության։ Եվ ահա երեկվա հայտարարությունից հետո, երբ Պուտինը այսօր ամենօրյա ռեժիմով տրակում է, իսկ նա տրակում է, Փաշինյանն ըստ էության, այո, դեղին քարտն է հանել Պուտինին, ասելով, ահա թե դու ով ես եւ դու ոչ մի բան ես եւ քո անունն է ոչ մի բան։ Եվ հակակոռուպցիոն կոմիտեն, որը նոր մարմին է, որը 18-ին չկար, գալիս է բոլորի հետևից տասնյակ հասցեներով։ Դուք տեսնում եք այդ կոռելացիան, այդ փոխկապակցվածությունը ներքին եւ արտաքին պայմանների այդ համադրությունը, որը անհրաժեշտ է, ի վերջո մենք Չինաստան չենք, էլի, չափսերով, մենք Հայաստան ենք, որտեղ խաչվում են բազմաթիվ շահեր, էլ չեմ խոսում կոնֆլիկտի գործոնի մասին, էլ չեմ խոսում այն մասին, որ 18-ին մենք բարեկամ էինք այս ֆաշիստական Ռուսաստանի հետ, իսկ հիմա մենք ոնց որ ասում են, ոնց որ Փաշինյանն է ասում, մեր պետության համը կմնա իրենց բերանում, Ռուսաստանի համը մնաց մեր բերանում։ Կներեք, համեցեք։ Պարոն Ներաբյան, մի հատ օրինակ հիշեցի։ Իմ շատ մոտ ընկերներից մեկը, շատ երկար տարիների ընկերներից մեկը
Այդ օրինակ ես ուղղակի հիմա չհնչեցնեմ այդ մարդու անունը ժամանակին հանրապետական Հայաստանի Հանրապետական Կուսակցության կարկառուն օլիգարխներից էր, հա, որը հիմա էլ է գործում, իհարկե ոչ քաղաքական դաշտում, բայց կրոնական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնությունից այցելում է Երևան, ինքը բողոքական եկեղեցու ներկայացուցիչ է, եւ այդ օլիգարխին մանում է, որ այդ մարդը Պուտինի նախագահական խորհրդի անդամ է նաեւ։ Դա այնտեղ նախագահական խորհրդում նաեւ տարբեր կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ են։ Եվ գիտեք իր ակնկալիքը ինչ եղել, շատ կարճ կապեմ այդ մարդուց, որի հետ հանդիպել։ Այդ դեպ ասեմ, այդ օլիգարխը նաեւ ազգային ժողովի պատգամավոր էր այդ ժամանակ։ Կարող է այդ Պուտինի, ուշադրություն դարձեք, Պուտինի նախագահական խորհրդի այդ անդամը իր համար հրավիրատոմս հայթայթի, որպեսզի այդ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորը մասնակցի Պուտինի ինագուրացիային, որ նախագահ ընտրվել։ Պատկերացրեք, չէ, Հայաստանի պետության սենատորը իրեն ընկալում է Ռուսաստանի մեկ այլ պետության, Ռուսաստանի Դաշնության այնպիսի մի մասը, ու չի պատկերացնում, որ դա տարբեր պետություններ են եւ նման ինագուրացիաների մասնակցություն նման միջպետական համաձայնությունների եւ պատվիրակության հետ, բայց ինքը նրան միջոցով ծանոթի միջոցով ուզում է այդ հրավիրատոմսը ձեռք բերի, որ մասնակցի նույնիսկ եմ կրկնում, լինելով ազգային ժողովի պատգամավոր մեկ այլ պետության ուրեմն նախագահի ինագուրացիան, որտեղ իր համար այդ անձինս այդ Պուտին դա ոչ դեր, չէ, վերջին հաշվով ոչ դա համարում։ Սա ինչի համար այս օրինակը ասեցի։ Պետության զավթման մասին, երբ որ մենք խոսում ենք, եկեք արձանագրենք, Հայաստանի Հանրապետությունում պետության զավթմանը ուղղակի մասնակցություն է ունեցել Կրեմլը։ Հիշում եք ազգային ժողովի նստաշրջաններից մեկում այն Գազպրոմի 300 միլիոն դոլարի մասին խոսակցությունը, որ այդպես էլ մնաց ներկա ուրեմն ներկայիս իշխանության ակտիվ ընդդիմադիրներից այդ կուսակցությունը, որ այն ժամանակ անդիմադիրերին նախորդ կուսակցություն, այդ հարցը բարձրացավ 300 միլիոն դոլար ուր գնաց։ Վերջնաշով այդ ռուսական տնտեսական ներկայությունը, ռազմական ներկայությունը, էներգետիկ ներկայությունը, ռազմական ներկայությունը, այդ ամենը դրանք ռեսուրսներ են եղել։ Այո, դրանք եղել են ռեսուրսներ եւ մեխանիզմներ, եւ ես պետք է ասեմ, վերազգային կոռուպցիոն մեխանիզմները Կրեմլի հետ Հայաստանում, դրանք երաշխիքներից մեկն են եղել Հայաստանում պետությունը զավթելու։ Եվ դրա ցայտուն օրինակը բերեմ, որ մարտի 1-ից առաջ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը 4-5 օր առաջ այցելեց Կրեմլ, հետո եկավ ասա շատերը երկար ժամանակ գտնվելու են ազատազրկման վայրերում։ Հիմա խոսում են ինչ-որ արդարության մասին կամ խոսում են դատական իշխանության մասին։ Մոռացել են այդ խոսքերը։ Այդ իր խոսքերն է։ Կարծեմ պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ են ինչ-որ այդ բանը հարց տվել, շատերը, բայց ինքը այդ արտահայտությունը կատարեց ոչ թե միջև Կրեմլ Հայաստանում գտնելու ժամանակ, այլ Կրեմլ այցելությունից հետո եւ հետո իհարկե դա հետագա իր հարցազրույցներից մեկում ուղղակի խոստովանեց, որ իր եւ Պուտինի միջև կա քիմիա։ Այդ սա ինչի համար եմ ասում, որ ինչա չգիտեին ներկայ իշխանությունները, որ պետության զավթմանը ապահովման, զավթման երաշխավորման մեջ ուղղակի մասնակցություն է ունեցել Կրեմլը, կամ նույն 2008 թվականի մարտի 1-ին դրա մասին ես հրապարակել եմ ասել, բոլորը գիտեն։ Եվ դրա հետ էր կապ, որ FSB-ի խումբը, փորձագիտական խումբը գտնվել է Երևանում, որը փորձագիտական աջակցություն է ցույց տվել իրավիճակը, հա, կարգավորելու համար։ Քիչ գիտեին։ Գիտեին, բայց հիմա, այսինքն ինչ եմ ուզում ասել, 2018 թվականին, երբ որ մենք ասում ենք քաղաքական ու իրավական գնահատական պետության զավթմանը, այդ զավթման իրավական ու քաղաքական գնահատականի մեխանիզմների բացահայտման մեջ
անխուսափելի էր լինելու Կրեմլի մասնակցության բացահայտումը։ Հիշում եք, մարտի 1-ի գործով, երբ որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցված, իդեպ ասեմ, ես մինչև հիմա էլ այդ հարցը տալիս եմ, թե ինչու այդ քրեական գործում ընդհանրին ներգրավված չի Սերժ Սարգսյանը, որը այդ ժամանակ վարչապետ էր ու նաև նախագահի տեխնացու վերջին հաշվով, չէ՞։ Այսինքն ինքը ոչ միայն զուտ տեխնացու էր, այլ նաև գործող վարչապետը վերջին հաշվով։ Այդ մարտի 1-ի ժամանակ, հա, այդ բանով մեխանիզմները այնքան բարձ էին, որ Կրեմլը ինչպեսի մասնակցություն ունեցել։ Եվ 2018 թվականին չտրվեց այդ գնահատականը։ Հիմա կներեք, իշխանությունը ես ուղղակի հրցակ եմ ձևակերպում։ Իշխանությունը կամ պետք է խոստովանի, չնայած առանձին կարծեմ թռուցիկ մի անգամ խոսեցին, որ կար զսպվածություն Մոսկվայի հետ հանդեպ։ Հիշում եք, ձեր հիշատակած հայկական երկաթուղում ստուգումը, որ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի օրոք իրականացրեց եւ պետք էր արդեն քրեական գործ էր հարուցվել, ջրվեց այդ քրեական գործը։ Հիշում եք։ Սա ինչի մարի այս օրինակները բերում, որ ցավոք սրտի Թավշյա հեղափոխություն իրականացած քաղաքացիների վստահության ռեսուրսը պատշաճ չգնահատվեց նոր իշխանության կողմից, որտեղ եթե գնահատվեր, կիմանային, որ դա է հիմնական հենքը, նաև Կրեմլի այդ Հայաստան որպես արտաքին գործոնի դեմը առնելու, կանխելու Հայաստանի ներքին գործերին, եւ նաև այդ թվում իրավական համակարգում դրա շոշափուկները, դրանք այդ գործոքները կանխելու, կտրելու եւ վերացնելու համար։ Բայց այսինքն այդ հանրային վստահությունը, երբ որ դա ամենամեծ ռեսուրսն է եւ որի մասին խոստովանում են, բայց հենց որ գալիս էր Կրեմլի հետ կապված հարցին, այդ քաղաքական ու իրավական զսպվածությունը գլուխ էր բարձրացնում, այդ վստահությունը չէր համարվում, որ այն հենքը, որ իմ վրա կարող է ուրեմն հաղթահարել եւ ոչ թե պետք է սпасել այն ողբերգական իրադարձություն, որ դրանից հետո մենք ունեցանք։ Ըստ էության ես կարող եմ ասել, որ Հայաստանում բարեփոխումների մեկնարկը, լուրջագույն բարեփոխումների մեկնարկը ջերմուկի դեպքերից հետո եղավ։ Եվ բայց այո, 22 թվականի դեպքերից հետո, երբ որ նայում եմ զինված ուժերի բարեփոխումների կոնցեպտուալ փոփոխությունը, դա եղել է 2023 թվականի հուլիսից։ Իհարկե միջև այդ նախապատրաստական երևույթի, բայց ջերմուկի դեպքերը արդեն այդ ողբերգական իրադարձությունները ստիպեցին նոր հաշվի առնելու, որ Կրեմլը միայն անվտանգային նկատառումներով նկատում եմ պաշտպանության, այլ նաև ընդհանրապես տնտեսական, իրավական համակարգ պետք է հասնել 2026 թվականի հունիս ենթարկվել պատժամի սահմանափակումների հայաստանյան ապրանքների, որ նոր գլխինել, որ Կրեմլը որևիցե անգամ երաշխիք չի։ Սա ինչ եմ ուզում ասել, որ այո, պետությունը այնքան էր սերտաճված Կրեմլի կագեբեական, չասեմ, ֆեսբեական, այդ համակարգին ամբողջությամբ։ Դե ոնց էր, մի հատ հարցերում պետք է զանգեին Կրեմլ, որպեսզի Կրեմլ օգնի։ Ճշտվեին։ Հա, ճշտվեին եւ ստանային, կներեք այդ արտահայտության դաբրո կամ աչակցություն, որ Հայաստանի ներսում գործողություն իրականացնեին, չէ՞, վերջին հաշվով։ Հիմա Վերջո Հայաստանում, ասենք, պաշտպանության նախարար եղել է մի քյուրի մատուցում, ասենք, Արշակ Կարապետյանի նման։ Դերություն, եկեք գնահատականները չեմ ասում, գիտեք, հիմա ես որ ասեմ, այդ թյուրիմացությանը բա ով էր նշանակել պաշտպանության նախարար։ Դա եմ ասում։ Կներեք, այսինքն բավականին խորն է։ հա, այսինքն եւ այստեղ կամ պետք է ասենք, որ գլխի չեն եկել կամ չեն գիտակցել, բայց այդ դեպքում կներեք գիտակցածներին էլ պետք է ուշադրություն դարձնեին։ Իսկ ես ուզում եմ անպայման անդրադառնամ, որ ասում են եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք 500,000 քվեարկողները, հա։ Ես ես վստահեցնում եմ 500,000 րոպե է մնացել, այո։ Պարոն Միրաբյան, 500,000-ի զգալի մասը դրանք պրոկրեմլյան չեն, դրանք Թավշյա հեղափոխությունից հետո արդարության վերականգնման արդյունքներից դժգոհներն են նաև։ Հասկանում եք ոնց է, եկեք
ես չեմ ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թերագնահատենք, որովհետև եկեք նաև ասենք, եթե մենք մի ձեռքով խոսում ենք, որ մի կողմից խոսում ենք, որ չի կատարվել անհրաժեշտ գործողությունները, որոնց ակնկալիք ուներ հանրությունը, ապա դրա ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա չես կարող հաշվի չառնել։ Այնպես չի որ միայն ընտրակաշարքը թող լինի լավ ընդհանրենք 10%, 50,000, լավ 60,000, բայց կներեք հիմնակ եկեք Հայաստանի Հանրապետության, որտեղ 500,000-ի 90%-ն էլ չէ Թավշյա հեղափոխության մասնակից եղել։ Խնդիրը սրա մեջ է, այսինքն մենք պետք է կարողանանք ինքնակնդատություն ընդունենք, որ այո, չենք կատարել անհրաժեշտ այն փոփոխությունները, որի հետևանքով մարդիկ, կներեք, բոլորից չենք ակնկալող պետք է լինեն վերլուծաբաններ, չգիտեմ, չեն քվեարկել բարեփոխումների պետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության վերականգնման հանձնառությունը վերցած քաղաքական ուժի օգտին, որտեղ դրա ուղղությամբ ջանքերը չեն համարել որպես արդյունավետ։ Հասկանում եք, սա պետքա հիմք ընդունենք, ելակետ, որպեսզի մենք կարողանանք իրապես ճշտել, ճշգրտել մեր հետագա քայլերը։ Շնորհակալ եմ, պարոն Սաքնց, ձեր այս շատ կարևոր դիտարկումները մեր հետևորդներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք դեռ մի եւս կարևոր հարցով, ասենք, ազգային հիշողության ինստիտուտի վերաբերյալ մենք մի առաջիկայում մի շատ կարևոր զրույց կունենանք, դրա անհրաժեշտության հետ կապված ես լայվ եմ ունեցել, որ ի վերջո մեր ժողովրդին անհրաժեշտ է ոնց որ վակցինա տոտալիտարիզմից, ավտորիտարիզմից, ապօրինությունից եւ դա պետք է լինի, ասենք, պարտադիր դպրոցական ուսուցման ծրագրի մեջ։ Դա կոչվում է դեսովետիզացիա կամ դեկոմունիզացիա, որը չարվեց նաև կրթական համակարգում։ Այո։ Շնորհակալ եմ, պարոն Սաքնց։ Ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ, հաջողություն ձեզ։